Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, կարող եք թվային հարթակներում եւս դիտել մեր բոլոր հաղորդաշարերը։ Թարմուղեղով զրույցն ենք այս բանից սկսում, առաջին խոսափողի մոտ Աբրահամ Գասպարյանն է, Genesis Armenia ուղեղային կենտրոնի ղեկավարը, տնօրենը եւ քաղաքագետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Գասպարյան, որ մեր տաղավարում եք։ Նախորդ անգամ, երբ մենք զրուցեցինք, բավականին ծանր դեպքերից հետո էր, առաջ։ Այո, ցույցերի ընթացքում, երբ խառը իրավիճակ էր, մենք քննարկում էինք զարգացումները, որից հետո դուք բավականին ծանր վերականգնողական շրջան անցաք։ Հիմա էլ ծանր է շարունակում մնալ երկրի վիճակը, եւ դուք հայտ եք ներկայացրել քաղաքականություն մտնելու, որը շատերի կողմից քննադատվում է, շատերի կողմից դրական է որակվում, այ ինչու որոշում կայացրեցիք եւ քաղաքականություն մուտք գործելը ինչ ուղղությունով եք դուք պատկերացնում, եթե կուսակցություն չեք բացում, ինչպես եք պատկերացնում դա։ Եվ արդյոք ներքևից հնարավոր չէր փոփոխություններ կատարել։ Շնորհակալություն նախարարի համար, այո, ծանր դեպքերից հետո մենք երկրորդ անգամ ենք հանդիպում։ Այսօրվա հրամայականները ուրիշ են, նույն տրամաբանության մեջ են, ինչպես ամբողջ աշխարհում, եւ ինչ մեզ համար կանխատեսելի էր։ Ես մինչև գալը նաեւ վերհիշում էի, թե ինչ խնդիրների մասին էինք խոսել, քննարկել եւ ինչ կանխատեսումներ ենք արել, մեծ հաշվով տրամաբանությունը նույնն է։ Բայց քանի որ ամբողջ աշխարհում հիմա կոնստանտ քաղաքական մոտեցումների դեֆիցիտ կա եւ իրավիճակային փոփոխություններով պայմանավորված մոտեցումների տարբերություն կա ամբողջ աշխարհում, Միացյալ Նահանգներից սկսած մինչեւ Ռուսաստան, Չինաստան, բնականաբար Հայաստանը չի կարող անմասն մնալ կամ Ադրբեջանը կամ Թուրքիան նմանատիպ վիճակներից։ Դե շղթա ինչ որ մի օղակներ մենք ենք, չէ՞։ Իհարկե, ամենավերջինը։ Այստեղ խնդիրը հետևյալն է, որ նախ այնպես չէ, որ մենք քաղաքականության մեջ ենք եղել, մենք ի սկզբանե ենք։ Ես անձամբ շատ վաղուց եմ քաղաքական գործընթացների մեջ, բայց ոչ ընտրական process-ների մեջ, դրանք տարբեր բաներ են։ Հորիզոնական մակարդակում քաղաքական գործընթացների միջոցով զանգվածների վրա ազդելու փորձը երկար ժամանակ արվեց եւ հիմա պահն է եկել, որ իրական քաղաքական գործընթացներին, այսինքն նաեւ ընտրական process-ների միջոցով հայտ ներկայացնելու, թե ինչպես ինչ ձևաչափով ում հետ այդ բոլորը երկրորդական հարցեր են, թեև ինձ համար որևէ մեկի այդ ճանապարհ գնալը առաջնային է, որովհետև ես պիտի իմանամ ում հետ եմ ճանապարհ գնում։ Հիմա ես փակագծեր շատ չեմ բացի բնականաբար, առաջիկայում հստակ եւ ձևաչափերի եւ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ինֆորմացիա կտրամադրվի մեր հայրենակիցներին, բայց շատ կարեւոր մի հանգամանքի վրա եմ ուզում կանգ առնել, ինչի մասին իմ հայտարարության ընթացքում նշել եմ։ Ես գտնվում եմ ազգային պետականամետ տեխնոկրատ եւ պրոգրեսիվ դաշտում։ Այս 4 բնութագրիչները կարծում եմ բավական են ուրվագծելու, թե որ դաշտում եմ լինելու, բացառելով ցանկացած գործակցություն իշխանության կամ նրա արբանյակ ուժերի հետ։ Նաև կարծես թե նշել եք այն մարդկանց, ովքեր բերողներն են նրանց։ Ժողովուրդը չի բերել, պարոն Գասպարյան։ Ժողովրդին պետք չէ անընդհատ մեղադրել եւ ասել, ի վերջո ժողովուրդը մեր հայրենակիցներն են։ Իհարկե։ Եվ Չէ, մեղադրանքի տեսքով չէ, պարզապես։ Նույնիսկ ամենաթույն թունոտ քննադատությունը, որ հնչում է իմ հասեն, ես կամ ձեռն պահեմ մնում, եթե առողջ քննադատության հատիկ չկա մեջը, պարզապես շրջանցում եմ, բայց եթե առողջ քննադատություն կա, ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում, ու շատ բնական է, որ տարբեր մարդիկ պիտի եւ ոգևորվեն, եւ վատը զգան, եւ քննադատեն, հա, իմ որոշումը։ Ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում, ուղղակի եթե կա բանավեճի, ոչ թե վեճի, բանավեճի մեծ հնարավորություն
ոչ սոցիալային հարթակներում։ Այսինքն նույն ջենես Արմենիայի գրասենյակ են գալիս հարյուրավոր մարդիկ։ Եկել են, գալիս են եւ շարունակելու են գնալ տարբեր քաղաքական գործիչներ։ Ես ընդհանուր կարող եմ ասել, Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որի ղեկավար կազմի կամ անձամբ ղեկավարի հետ հանդիպումներ չեն եղել անցած տարիների ընթացքում։ Եվ բոլոր ժամանակներում այդ առաջարկները եղել են։ Միանալ ինչ-որ թիմի, սա անել, դա անել։ Ես եւ իմ ընկերները, իմ գաղափարակից ընկերները ունենք հստակ մոտեցումներ։ Մենք հավաքվում ենք ոչ թե անձանց, այլ օրակարգերի շուրջ։ Իսկ օրակարգը մեկն է, ինքը պիտի ծառայի Հային ու Հայաստանին։ Հիմա այս որակավորումից մարդիկ վատ կզգան, կքննադատեն, թե չէ, դա իրենց խնդիրն է իհարկե, բայց մենք ունենք մեր օրակարգը, որը հստակ է։ Ես հայտնի եմ, հստակ եմ այդ առումով, թաքցնելու ոչինչ չեմ ունեցել եւ չունեմ, եւ պարզաճակատ մաքուր ազգային դաշտում եմ։ Հիմա այստեղ ինչ կոնֆիգուրացիաներ կլինեն, ինչ փոփոխություններ կլինեն, խելամիտի մասին է խոսքը, ոչ թե Ռոբին Հուդյան մտածողությամբ, հա, որովհետեւ մենք բոլոր տարբերակները փորձեցինք իրականացնել ձերբազատվելու այս իշխանությունից։ Եվ այստեղ խնդիրը գիտեք, այս իշխանություն չէ, խնդիրը քաղաքական կուրսն է, որը տանում է երկիրը կործանման։ Եվ այդ օրակարգի շուրջ առողջ ազգային պետականամետ ինչու եմ այս երկուսի զգացիկով իրարից տարանջատում կամ չեմ ամբողջացնում ավելի շուտ, որովհետև դու կարող ես լինել ազգային ուժ, բայց չաշխատես քո պետության համար կամ աշխատես քո պետության համար չունենաս ազգային հենք։ Իսկ երբ ասում ես ազգային պետականամետ, նշանակում է փիլիսոփայական աշխարհայացք պիտի ունենաս, պիտի գաղափարախոսություն ունենաս։ Եթե քո պայքարը գաղափարաբանական չէ, եթե հստակ հիմքեր չունի, պոստուլատներ չունի, դիցուկ, ես համարում եմ, որ ազգայինը սա է։ Ես համարում եմ, որ պրոգրեսիվ մտածողություն ինքը մարտավարական է նպաստելու Հայաստանի այս ոլորտների զարգացմանը, եթե մենք չենք տեսնում այդտեղ պարտներների կամ գործընկերների, չեմ կարծում, որ արդյունավետ ճանապարհ կլինի, որովհետև քաղաքական process-ների մասնակցությունը, Տիկին Մամյան, այս ռոպեական չպետք է լինի։ Մեր խնդիրը ոչ թե Նիկոլից ձերբազատվել, Պողոսին բերել, մեկ ուրիշ մարտիրոսով փոխարինելն է։ Շատ լավ բան նշեցիք, որովհետև շատերի կողմից միայն դա շեշտվում է, այն մնացյալը մնում է անկյունում։ Ես առաջին իսկ օրվանից 2018 թվականի ապրիլի 23-ից ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, իմ հանրային քաղաքական խոսույթին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ իմ խնդիրը Հայաստանի գալիք Հայաստանի հեռանկարն է 21-րդ դարի 3-րդ տասնամյակում, որը տեխնոլոգիական եւ ռազմավարական առումով պետք է տարբեր լինի, որպես տեղ ունենա աշխարհում։ Ինքը եթե չունեցավ այդ առաքելությունը, վերջո հիմա մենք տեսեք ճիշտ է, մենք ուրիշ թեմայի մասին ենք խոսում, բայց օղակով կապված փոխկապակցված օղակներով հասանք այդտեղ, որովհետեւ հիմնական խնդիրը դա է մնացած երկրորդական ածանցյալներ են։ Հայաստանը 2030 թվականին դիցուկ ինքը պիտի ունենա ինքնիշխանություն թե ոչ։ Ինքնիշխանության ատրիբուտները որոնք են։ Դու ռազմատեխնիկական միտքը քո որ ունես, տեխնոլոգիական առաջընթաց աշխարհում, որը փոխում է օրինաչափություններ համայն մարդկության համար, դու այդտեղ որևէ խոսք ունես ասելու թե ոչ, իսկ այդ խոսքի տակ չպետք է ընկալել միայն կենաց, այլ ռեսուրսներ, գիտամտավորից սկսած մինչև կազմակերպչատեխնիկական, մինչև ֆինանսական եւ դու որպես ամբողջ աշխարհում եք սփռված ազգ, որպես սփյուռք ունես որևէ առաքելություն վերարժևորելու քո անցած ճանապարհը ի վերջո մեր ազգային ինքնության ատրիբուտներն են խախտվել Տիկին Մամյան։ Եթե ազգային ինքնության մեջ կար Արցախի գործոնը որպես կոնսոլիդացնող գործոն նաև այսօր չկա Արցախը եւ ինքնության մեջ կարևոր բաղադրատար պակասել է։ Դրա տրանսֆորմացիան ինչպես պետք է լինի։ Մենք ինչ մեսիջներ պիտի հղենք Երևանից առհասարակ Հայաստանցուն եւ հային ամբողջ աշխարհով մեկ։ Մենք ինչպես պիտի կարողանանք իրար հետ աշխատել։ Հետպատերազմյան լրացնող ոչինչ չկա, չէ՞։ Կա
ուրիշ ժողովուրդների դեպքում էլ կա, ինքս որպես քաղաքագետ եւ համեմատական կոնֆլիկտոլոգիայի դաշտում հետազոտություններ իրականացրած մարդ կարող եմ ասել։ Բազմաթիվ օրինակներ կան, բայց դրանք շատ կարճաժամկետ են եւ խաբուսիկ։ Եթե խոսքը վերաբերվում է ինքնության բաղադրիչներին, առանցքային, էգզիստենցիալ բաղադրիչներին, որոնք գոյութենական նշանակություն ունեն քեզ համար, եթե դու փոխարինում ես դրանք տնտեսական կամ ֆինանսական ինչ-ինչ ակնկալիքներով։ Կորցնում ես տարածք, կորցնում ես ինքնիշխանություն, ընդհանրապես կորցնում ես հսկողություն քո իսկ պետության նկատմամբ։ Տասնյակ օրինակներ կարող եմ տալ։ Խնդրեմ ամենավերջին ամենաթարմը։ Մեր Արևելյան 4-5 պետություն նվազագույնը, Ուկրաինա, դեռ շատ հարցական է Բալկանյան որոշ երկրներում ինչ եղավ այդ ամբողջ, այսինքն թե դու փոխարինում ես Ստրասբուրգյան մոդելով, այսպես կոչված այդ խաղաղության դարաշրջանի փաթեթավորումը, ինքը բավական ռիսկեր է պարունակում իր մեջ քեզ որպես ազգի, որը խնդիր ունի երևի առաջիկա 30-40 տարվա ընթացքում ինքն իր համար ապացուցել, որ չէ, ինքը կործանվող ազգ չէ, ինքը չի ուզում կործանվել, ինքը չի ուզում անհետանալ։ Հիմա մենք կարող ենք այդ ամեն ինչին գնալ, այն տարբերակը ինչ որ այսօր դրված է սեղանին, հենց այդ ձեր ասածն է, փոխարինումները, փոխարինիչներ գտնելը։ Միջժամանակ տնտեսական առումով նույնիսկ ասում էին, չէ, եթե միս չեք կարողանում վերցնել, ապա երկաթ պարունակող փոխարինիչ գտեք, չգիտեմ, հնդկածավար վերցրեք, սոյա վերցրեք, հիմա նույնն էլ այս դաշտում է արվում, այսինքն ինչների դե պետք ինչ որ ազգային խնդիրների մասին խոսել, ու կախվում են բնականաբար շատ մանր էժանագին մանիպուլատիվ հնարքներից, մարդկանց ավելի պարզեցնելով, թե այդ ազգային ասածը Արարատն է, սա է, դա է։ Իդեպ ասեմ, երբ մենք ասում ենք ազգային դաշտ, ու սա այս օրինակը ես բազմիցս մի քանի տեղ ընդգծում եմ, մեզ ընդդիմացողները փորձում են իբր ծաղրել մեզ, եւ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, եթե հենց մենք ասում ենք ազգային բառ, ուրեմն մենք տրեխները հակած Մարութասարից նոր ենք իջել Երևան։ Դուք հասկանում եք, սրա տակ ոչ միայն սարկազմ պետք է տեսնել, սրա տակ պետք է տեսնել ծաղր, մի ամբողջ ազգի ծաղր, որովհետեւ ես կոստյում եմ հագնում, ես տրեխով փողոցում ման չեմ գալիս, բայց ես ուղն ու ծուծով, հավատամքով, գաղափարախոսությամբ Հայ ու Հայաստանի ծառայության համար դրել եմ իմ կյանքը եւ ինձ նման տասնյակ հազարավոր մարդիկ։ Հիմա այդ մարդկանց սպիտակավորել եւ ասել, գիտեք ինչ, ազգային նշանակում է մարգինալ։ Ցավոք սրտի այդ տոկոսն է քիչ, պարոն Գասպարյան։ Իսկ ով ասաց։ Ծաղրողների թիվն է մեծ։ Իսկ ով ասաց, որ ճիշտ ռացիոնալ ազգային գաղափարախոսության կրողները շատ են։ Ով ասաց։ Ով ասաց Արցախյան զարթոնքի առաջին շարժման ժամանակ ռացիոնալ հատիկը գերազանցում էր դիցուկ 6 կամ 7%-ը։ Էլի նույն դասադուլանողները դասից փախչելու համար էին անում, էլի հացադուլանողները նիհարելու համար էին անում, եւ միայն քիչ տոկոսներ, որը հավատամքով էր տրված այդ ամենին։ Եվ սա օրինաչափ իսկ ոչ թե մեղադրում եմ, սրանք օրինաչափություններ են մնացած բոլոր ժողովուրդների պատմությունից, այսինքն այնպես չէ, որ ամբողջ ազգը գնաց հողազատագրելու։ Կա տոկոս, կա մարտունակության մտոք բարոյական ընկալումների դաշտում մարտունակ վիճակի մեջ գտնվող փոքր զանգված, որը եթե Հայկ Ասատրյանի դասակարգմամբ կանք, մեր մեծագույն փիլիսոփա մեծագույն Հայկ Ասատրյանի դասակարգմամբ իրենք ազգն են, իրենք ժողովուրդը չեն։ Ազգի տոկոսը միշտ էլ բոլոր ժողովուրդների դեպքում շատ քիչ է լինում եւ իրենք են, որ փոփոխությունները առաջարկելու եւ այլընտրանքը գոյություն ունեցող տարբերակներին, այլընտրանք առաջարկելու հանձնարարությունն են վերցնում իրենց վրա, պատասխանատվությունն են վերցնում իրենց վրա, թե չէ բոլորը կարող են կենացներ ասել, բոլորը Facebook-ներում կարող են հայհոյել, տեսնում ենք, եւ անում են, եւ դրան պետք է այսպես իմիջիայլոս վերաբերվել, որովհետեւ իրենք միշտ կան եւ միշտ էլ լինելու են, այսինքն եթե 100 տարի առաջ օրինակ եմ բերում, էլ ձեզ 1920 թվականի մայիսյան ապստամբությունը որտեղ ունեցավ, նոր անկախացած պետություն, բայց բոլշևիկները, հայ բոլշևիկները ուզում են այդ պետությանը վերջ տալ, որովհետեւ հավատում են համաշխարհային պրոլետարիատի հաղթանակին եւ այլն,
այն ժամանակ էլ իրենց մամուլը թերթեք ամենաթունոտ, ամենաթրքաբարո ելույթները իրենք էին ունենում, ինչու, որովհետև համարում էին, որ մեզ անկախ երկիր պետք չէ եւ մենք պետք է ծառայենք դիցուկ Քեմալի այն քաղաքականության, որ այն ժամանակ Լենինի հետ շատ մոտ էր կամ եւ այլ եւ այլ։ Այն ժամանակ էլ կային, հիմա ասենք, որ մեր ժողովուրդը չի ուզել անկախ ապրել։ Ժողովրդի մեջ եղել է շատ փոքր տոկոս, որ վերցրել է այդ պատասխանատվությունը, եղել է դրո, եղել է նժդե, որոնք հասկացել են պատմաքաղաքական հեռանկարի համատեքստում նման որոշմանը կուլ գնալու ռիսկերը, վտանգները, դա է պատճառը, որ այսօր մի կտոր Հայաստան ունենք մենք։ Այլապես, եթե մենք այդ Facebook-յան առյուծներին, որոնք անհայտ պրոֆիլներով են եւ այլն, մի հատ հանձնարու բան ասենք, իրենց ասենք, գիտեք ինչ, մենք գտնվում ենք ծայրահեղ ծանր վիճակում, պետք է այսինչ բան անել, տեսնենք քանի հոգի կգա։ Չեն գա։ Եվ դրանից ոչ թե պետք է վատ զգալ, հակառակը պետք է կոնսոլիդացնել այդ ազգի դաշտում գտնվող փոքր զանգվածին, իրենց բնականաբար ալիքային տրամաբանությամբ եւ հասկանալ, որ հայրենիքը փրկում են, պետությունը փրկում են նվիրումով, փրկում են պրոֆեսիոնալիզմով, կարգապահությամբ, պատասխանատվությամբ։ Ինչու պետությունը չի աշխատում հիմա, որովհետեւ համակարգը չի գործում։ Մարդիկ համակարգ չեն սիրում, կարգ չեն սիրում, պատժից խոսափում են։ Եվ ամենևին խոսքը անարդար մահակի մասին չէ խոսքը։ Ինչի ականատեսը մենք լինում ենք։ Եթե դու ուզում ես հասարակ մի օրինակ տամ էլի ձեզ, այս տաղավարում, որտեղ մենք գտնվում ենք, մի քանի տարբերակ կա, կամ հնարավոր է ամենևին չթերագնահատելով ոչ ձեր ունեցած տեխնիկան, գույքը։ Այս տաղավարից օրինակ հայերը կարող են ստանալ մեկ հաղորդման ձևաչափի համար նախատեսված տարածք, ճապոնացիները դիցուկ կարող են ստանալ 3 հաղորդման ձևաչափ։ Տարբերությունը այստեղ է։ Մենք կկարողանանք փոքրիկ Ճապոնիա ստեղծել տեխնոլոգիական իմաստով, մտքի գեներացման իմաստով, նպատակի իմաստով, թե ոչ։ Պետությունների պատմությունը ի վերջո դա է։ Եթե գնում ես այդ երկրորդ տարբերակը, որում դու պիտի գնաս կարգապահության ճանապարհով, դու պիտի գնաս հանձնառության commitment-ի ճանապարհով, ինչը ցավոք մենք չունենք։ Այստեղ է տարբերությունը, այդ մարդկանց եւ ազգի հատվածի մտածողության, մեթոդաբանության եւ կիրառած գործիքների։ Այո, օդում կախված հարց կա այսպես, պատերազմ թե խաղաղություն։ Եվ ընտրելով այս ուժին դուք ուզում եք գնալ դեպի պատերազմ, թե ընտրելով այս ուժին օրինակ ուզում եք գնալ դեպի խաղաղություն։ Եվ առհասարակ ազգային ասելով, այդ մեծ զանգվածի կողմից միշտ պատերազմն է, չէ, ասոցացվում, եթե ազգային են, ուրեմն պատրաստ են պատերազմելու։ Ոնց այդ մարդկանց ցույց տալ, որ պատերազմելով չի միայն ազգայինը եւ այդտեղ ուրիշ արժեքներ կան եւ առհասարակ այդ հարցի պատասխանը արդյոք պատերազմ եւ խաղաղությունն է հարցը, թե պարզապես այդպես դաշտ է բերվում, այդ հարցը բերվում է պարզապես լսարան գեներացնելու եւ ընտրություններին նախապատրաստվելու համար։ Շատ ճիշտ տեղին եւ դիպուկ հարց եք բարձրացնում, որովհետեւ Ագիտպրոպին հաջողվեց մարդկանց համոզել, որ եթե մարդիկ խոսում են ազգայինի մասին, ուրեմն պատերազմ են ուզում։ Ճիշտ հակառակը։ Բոլոր նրանք, ովքեր ազգայինի մասին խոսում են, ապրում են դրանով, իրենք չեն կարող ցանկանալ պատերազմ, բայց իրենք բարձրացնում են իրենց մարտունակությունը ցանկացած պահի պատերազմական վիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ նվազագույն կորուստներով դուրս գալու։ Տեսեք, իմ կատեգորիալ ապարատը շատ հստակ է։ Ես ավելորդ ճաճանչափայլ բառեր չեմ գործածում, չեմ ասում հաղթանակով դուրս գալ, սա անել դա։ Նվազագույն կորուստներով դուրս գալու։ Դե դա համապարփակ անվտանգության գաղափարն է, նաև խաչվում է դրա։ Իհարկե, հիմա որ ասենք համապարփակ անվտանգություն, մարդկանց կարող է թվալ, որ մենք ինչ-որ բարդ բաների մասին խոսում, բայց վերերկրային։ Այո, ինքը շատ բարձ տրամաբանություն է, որ եթե դու ժամանակակից գեոպոլիտիկա, այս աշխարհակաղակական փոփոխությունների համատեքստում հավակնում ես մաքսիմալի, դու նույն ականներն ես դնում
քո իսկ երկրում միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով, այնպես ինչպես անում է Ադրբեջանը այսօր, հա, իրեն թվում է, որ մաքսիմալիզմով կարողանալու է այս տարածաշրջանում նվազագույնը գեոպոլիտիկ Գուլիվերի կարգավիճակ ձեռք բերել, ինչը բնականաբար արգելված է եւ Իրան-Իսրայել պատերազմի մեսիջներից մեկը հենց նաեւ դա էր։ Հիմա գալով ձեր հարցին, տեսեք, ինչ է խաղաղությունը, ինչ է պատերազմը, չեմ խորանա, բայց խաղաղությունը այն ինտերվալն է ժողովուրդների պատմության մեջ, որով ինքը պետք է պատրաստվի պատերազմի։ Այո, պայմանական խաղաղություն, ինչպես ասում։ Պայմանական, որովհետև մշտական խաղաղություն չկա, նույնիսկ տեսեք ամենաչեզոք պետությունները, որոնք վերջին 80 տարվա ընթացքում նվազագույնը առաջին երկու աշխարհամարտերից հետո, հա, պետություններ, որոնք նեյտրալիտետ են ձեռք բերել, դիցուք Շվեյցարիան, որը դարձել է բոլոր հակամարտող կողմերի ֆինանսական եւ բանկային գլխավոր հաբը։ Այո, հաբը։ Ինչ արեց Ռուսաստանի միլիարդավոր դոլարներ սառեցրեց, այսինքն նեյտրալիտետից դուրս եկավ։ Նույնիսկ այդ պետություններն են հիմա շատ հարաբերական խաղաղության մեջ, ուր մնաց անցած 10 օրվա ընթացքում ամբողջ Եվրամիության լոկոմոտիվ երկրների հիվանդանոցներից սկսած մինչև ռմբապաստարանների վերակազմավորում, մինչև սննդով համալրում եւ այլն։ Այսինքն նույնիսկ խաղաղ թվացող Եվրոպան ինքը պատրաստում է այս խաղաղ ժամանակահատվածում հնարավոր պատերազմական գործողությունների, ուր մնաց մենք։ Մենք երբեք չենք ասում, մենք պատերազմ ենք ուզում։ Դուք ինձ լավ եք ճանաչում, Տիկ Իմամյան։ Դուք լավ գիտեք իմ մոտեցումները, իմ պատմական իրավունքների որպես հայի անժամանցելիության հարցում։ Բայց երբևէ դուք ինձնից լսել եք, որ ես ասեմ, պիտի գնամ մուշի հետ բերեմ։ Դա քաղաքական իդիոտիզմ է, չէ՞, երբ որ դու ռեալիզմից կտրվում ես։ Եթե բարձ բացատրենք մեր հայրենակիցներին, իմ ամբողջ կյանքի իմաստը իմ Աբրահամ Գասպարյանի Միչիցյանի Արցախ բառը տակը կմնա ոչնչություն, որովհետև ես ծնվել, սնվել, մեծացել եմ ազգային գաղափարախոսության այն ժամանակահատվածներ, որտեղ իմ ավակների, իմ ընկերները իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի արևելյան այդ հողի համար։ Հիմա եթե ինչով պիտի փոխարինի օրինակ Աբրահամ Գասպարյանը իր ազգային գաղափարախոս, ասելով որ թոշակները պիտի բարձրացնենք։ Դուք հասկանում եք տարբերությունը, որ թոշակները պիտի բարձրացվեն հաստատ, որ աղքատությունը պիտի նվազի հաստատ, բայց սրանք չեն կարող փոխարինել երբևէ այն հիմնարար արժեքներին, որոնց վրա կառուցված է այս ազգը 7000 տարի եկել է այս տարածաշրջան, ստեղծել է այս հողից դու չես կարող կտրվել, իսկ դու գաղափարախոսությունը ստանում ես հողից։ Այս ամբողջ ինչ որ նշում էի, չգիտեմ, հերոստատիտողներ կհասկանան երկու նեժարները, սա արդարապետությունն է, տեսեք։ Այսինքն արվում խառնելու սոցիալ-տնտեսական այդ ազգայինի եւ պատմականի գաղափարականի հետ։ Կան իհարկե ուժեր, որոնց գաղափարախոսական եւ արժեքային ընկալումներում այդ երկուսը զուգահեռ գնում են դաշնակցությունը, որպես հայ ժողովրդի հարստություն, նաեւ, հա, ինքը կարողացել է սինխրոնացված, վատ, լավ, ինչպես է ստացվել հարցի մյուս կողմն է, բայց սինխրոնացված ինքը այդ երկու գաղափարները կարողացել է տան, լավ, որովհետեւ հայ եթե խոսում է ազգայինի մասին, ինքը չի կարող խոսել անարդարությունից, ինքը պիտի խոսի արդարության մասին, ինքը պիտի խոսի նվազագույն հավասար հնարավորություններ ընձեռելու մասին, հա, այն ինչ որ սոցիալիստական գաղափարախոսություն է։ Կա լիբերալ դաշտում կան ուժեր, որոնք խոսում են շուկայի կարգավորման ինչ-ինչ հնարավորությունների մասին, որը պետք է համադրվի։ Հիմա էլ տրենդ է դարձել, չէ՞, մոդայիկ, ոչ ռադիկալ ազգային երբեք ռադիկալ չի լինում։ Ազգայնական լինում է, բայց ազգայինի չի լինում։ Մենք ազգայնական չենք։ Դա սխալ եզրույթ է, որով փորձում են մեզ մարգինալացնել։ Մենք ազգային ենք։
Մա ինչքանով է ստացվում հարցի մյուս կողմն է, որովհետև ելի եմ ասում, ինքս որպես քաղաքագետ եւ նվազագույնի իմ կյանքի 35 տարին քաղաքագիտությանը եւ քաղաքագիտական ուսումնասիրություններին նվիրելով եւ քաղաքական գաղափարախոսությունների ուսումնասիրությանը հստակ կարող եմ ասել ձեզ, որ այն ուժը, որը ունի ֆունդամենտալ մոտեցումներ եւ արժեքային ընկալումներ հումանիզմից սկսած մինչև մարդկանց սոցիալ տնտեսական հարաբերությունների կարգավորման մոդելները, մինչև պետության որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտի դերակատարման առաջընթացի կամ հետընթացի, եթե հստակ մոտեցումներ չունի, ինքը ոչ մի տեղ չի ասում։ Արցախից էի խոսում, նույն հարցն էլ հիմա եմ տալիս։ Արցախի վերաբերյալ Արցախ հավաքական վերադարձի վերաբերյալ, որի ռազմավարությունը Ջենես Սարմենյան մշակում է առաջին իսկ օրվանից։ Եթե Հայաստանյան քաղաքական ուժերը հստակ մոտեցում չհայտարարեն այդ հարցի վերաբերյալ, այդ ուժերը թիթեռի կյանք ունեն։ Իրենք բոլորն շատ լավ հասկանում են, որ Արցախն է Հայաստանի անվտանգության վահանը։ Ճիշտ է։ Հիմա չունես Սյունիքը տեղ խոցելի։ Բաղասյունիքից բացի Վայոց ձորն է լինելու խոցելի, հասնել են Երևանի դարպասներ։ Ընդ որում այդ պատերազմ ասածը ամենն էլ պարտադիր չէ ցամաքային գործողությունների ենթադրի։ Հիմա պատերազմը Հայաստան ներսում է։ Եվ գրիչներով թղթերին։ Իհարկե, եւ թշնամին ինքն է թելադրում Հայաստանյան ներքին քաղաքական օրակարգը։ Իսկ դուք ինչպես եք պատկերացնում վերադարձի հարցը։ Շատ ռացիոնալ։ Ես հաճախ եմ զրուցում արցախցիների հետ, ովքեր պնդում են, որ Ադրբեջանի դրոշի ներքո չեն ապրի ու չեն ծառայի։ Իսկ դուք կապրեք։ Ոչ երբեք։ Բնական է, որ ցանկացած Արցախ։ Այս իրավիճակում արդյոք հավանականություն կա այդ դրոշների իջեցնելու։ Գիտեք, տեսեք, երբ ասում ենք հավաքական վերադարձ, էլի նույն իշխանության քարոզչամեքենայի պրոֆեսիոնալ են աշխատում, իդեպ ասեմ, պիտի խոստովանել։ Համամիտ եմ։ Երբեք ու երբեք չի կարել թերագնահատել թշնամուն, ոչ էլ գերագնահատել։ Իսկ ես վաղուց եմ ասել, իմ դիրքորոշումը հայտնի է, թշնամին հանրապետության մեկ հասցեում է գտնվում։ Ով հակազգային նարատիվ է մշակում եւ տիրաժավորում եւ տարածում ինքը իմ ազգի թշնամին է։ Ինքը ոչ թե դավաճան է։ Տեսեք, եթե որևէ մեկին թվում է, որ այս իշխանության հաջորդած իշխանությունը պիտի գա եւ մեկ վայրկյանում այդ խնդիրը պիտի լուծի, ամենամեծ ստախոսն է։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում ով այդ թեման կդարձնի դրոշ, կծածանի եւ սուտ խոստումներ կտա, ամենամեծ ստախոսն է։ Բայց որ իրենք դիրքորոշում պիտի հայտնեն, դա շատ ընկալելի է, հասկանալի, որովհետեւ դու ավելի կոնստանտ պիտի դարձնես քո քաղաքական ընկալումները, որպես կուսակցություն, որպես չգիտեմ ինչեւ այլ։ Վերադարձ հնարավոր է, եթե այդ եթերի տակ 10 պայման պիտի բավարարես։ Նախ դու քեզնից ինչ-որ բան պիտի ներկայացնես։ Այսինքն միջազգային իրավունքի որևէ լիարժեք սուբյեկտ ինքը պիտի զբաղվի դիմամյան այդ հարցով, ով պիտի զբաղվի։ Եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը ունի հնարավորություն օրակարգ թելադրելու, գուցե այս պահին ոչ, բայց ինչ պայմանների բավարարման դեպքում, նաև աշխարհակաղակական պայմանների փոփոխության դեպքում, դու ինքդ պատրաստ պիտի լինես այդ օրակարգը կյանքի կոչելու։ Հայաստանը չունի օրակարգ։ Հայաստանի այսօրվա իշխանությունը հայտարարել է, որ դեռ 2020 թվականի հուլիսից կհիշեք ռազմական արկածախնդրությունը Տավուշում որ եղավ, երբ որ ազգային անվտանգության ռազմավարության մեջ որոշակի փոփոխություններ կատարվեցին։ Ես այդ ժամանակից էի ահազանգում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունը դուրս է մղվել, իսկ դա նշանակում է, որ մենք փաստացի գնում ենք դեպի պատերազմ եւ դե յուրե ամրագրելու, որ Լեռնային Ղարաբաղը որպես հարցի մյուս կողմն է, մենք կընդունենք դա որպես պետություն, թե չենք ընդունել Հայաստան 12-րդ մարզ եւ այլն։ Այսինքն Հայաստան իր քաղաքական օրակարգից հանել է։ Հիմա հարց թույլ Հայաստան սեփական տարածքի նկատմամբ ամբողջությունը պահելու եւ ինքնիշխանությունը վերահաստատելու խնդիր ունեցող Հայաստանի վիճակի խոսել Արցախի հավաքական վերադարձի մասին։ Առողջ միտք ասում է ոչ։ Իսկ ես առողջ մտքի կրող եմ, բայց
մեկ process-ը մյուսին զուգահեռ տանել երբեք չխանգարի։ Դու որպես ազգ պատրաստ պիտի լինես ցանկացած բայի քո դարակում ունենալու հավաքական վերադարձը, կրկնում եմ, հավաքական վերադարձը, որը միջազգային իրավունքի բոլոր նորմերով արդարացի է, եւ դու որպես ազգ իրավունք ունես այդ իրավունքից օգտվելու։ Էլի տասնյակ օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում։ Ադրբեջանը ինչ է տանում եւ ինչ էր տանում այս իշխանությունում, որ թեզներ առաջ տանում, անհատական վերադարձի։ Դրանով դու քո кейսը փակում ես, դու քո դատը փակում ես։ Իսկ Արցախի դատը չի փակվել։ Հարցի մյուս կողմն է, որ Հայաստանը քանի տարի պիտի աշխատի, նախ ինքը որպես պետություն լինի լիարժեք սուվերեն։ Դու եթե քո իսկ տարածքի նկատմամբ վերահսկողություն չունես, ինչպես պիտի հավակնես ռեգիոնում մեկ այլ մրցակից եւ քեզ պատերազմում հաղթած պետությանը պահանջ ներկայացնել եւ սեղանին դնել այնպիսի պայմաններ, որ այդ մարդիկ պիտի վերադառնան։ Այս պայմաններում հնարավոր չէ, բայց դու մեխանիզմների մասին պետք չի խոսել իհարկե։ Մենք մենակ 14 մեխանիզմ ենք առանձնացրել եւ որոնց մասին բաց չենք կարող խոսել, որովհետեւ մեզ լսում է նաեւ թշնամին։ Եվ մենք առաջին լինելու մոլուցք չունենք ոչ էլ տեսախցիկների արժև կանգնելու եւ ծափողջուններ մուրալու, որ տեսեք ինչ խելոք բաներ ասացին։ Ոչ, մեր խնդիրն է միջազգային եւ գլոբալ եւ ռեգիոնալ աշխարհակաղակական հարմար պայմաններում մեր իսկ հնարավորությունները մոբիլիզացնելով կյանքի կոչել մեր ազգային անժամանցելի խլված իրավունքը։ Արցախը մեր իրավունքն է, մեր հայրենիքն է, եւ իր հարցը անժամանցելի է, ինքը ոչ մի ժամանակագրական սահմանափակման մեջ չի մտնում Տիկին Մամյան, որ ասենք գիտեք ինչ, այսպես է, չէ, այդպես չեղավ։ Մենք գիտենք ինչպես հանձնվեց Արցախը։ Մենք շատ լավ գիտենք Արցախցին մինչև վերջին փամփուշտը ինչպես կռիվ տվեց իրենից ռեսուրսով, ուժով, կարողականությամբ հարյուրապատիկ ավել Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի նման երկրների դեմ։ Բայց ասել մենք այդ էջը փակել ենք, չէ, մենք այդ էջը չենք փակել եւ չի փակվելու։ Երազանքների ինչ որ խոստումներ տալ մարդկանց վաղը վերադառնալու եք, դա ասում եմ քաղաքական ամենամեծ ստախոսությունն է։ Նշանակում է այդ մարդիկ ռեալիզմի հետ ոչ մի աղերս չունեն, բայց մարդկանց մեջ ջարդել Արցախ վերադարձի հավատը ու Արցախ գաղափարը դա անթույլատրելի է եւ ամենավտանգավորը չաշխատել այդ ուղղությամբ։ Մի բան է դու ասես, հա, Արցախը մեր հոգում է, մեր մտքում է, մեր սրտում է, մի բան է ավելի լավ է դու դա չասես, բայց գործ անես։ Սփյուռքդ վերաբեռնավորելու այ այդ թեմայով լուծումները գտնես, լոբինգը ակտիվացնես, քարոզչական աշխատանքը ակտիվացնես։ Սրանք տարբեր բաներ են։ Ես կարծում եմ, որ այս երկրորդ դաշտում մենք ունենք ահռելի գործ, ահռելի աշխատանք, որի առաջին 10 սանտիմետրը մենք որպես Ջենես Արմենիա անցել ենք եւ շարունակելու ենք անցնել։ Այ ուզում եմ ամփոփելով զրույցը վերադառնանք մեր հաղորդման առաջին հատվածին, երբ աշխարհակաղակական զարգացումների մասին խոսելով նշեցինք, որ շղթայի նման է կարծես թե դա, եւ դուք նշեցիք, որ Հայաստանը վերջին օղակն է։ Բայց վերջին օղակ լինելն էլ հաճախ շատ կարևոր է, որովհետև այստեղ տարբերակներ շատ կարող են լինել, կամ վերջին օղակը միանում է առաջին օղակին եւ ամբողջական մի շղթա է կազմում, կամ էլ առանձնանում է եւ մնում է միայնակ, կամ էլ ազդեցության տակ այլ շղթաներից կախված առանձնանում այլ կտորի մաս է դառնում։ Հիմա Հայաստանի դեպքում մենք ինչ սցենարներ ունենք այդ շղթայի մասը կազմելով։ Ես երբ վերլուծական գործունեությամբ եմ զբաղվում, շատ հստակ նշել եմ եւ շատ վաղուց։ Ռուս-ուկրաինական կամ պրոքսի պատերազմը, հա, Ռուսաստան արևմուտքը։
ընդ որում մի քանի տարածաշրջան մերձավոր արևելքից մինչև եվրասիական տարածաշրջան ամենայն հավանականությամբ շուտով նաև միջին ասիական կամ կենտրոն ասիական տարածաշրջան, որ Ռուսաստանը փափուկ փորն է։ Հիմա մարդիկ արևմտյան մեդիա ազդեցության տակ կլինեն, չեն լինի գրանտային այսպես փողերով ինչ ռոպագանդական է, սականնդական։ Ես միայն մի բան եմ հիշում, որ 22 թվականի փետրվարի 25-ին, այսինքն պատերազմական գործողությունների կամ հատուկ ռազմական գործողությունից մեկ օր անց, երբ մենք ասուլիս էինք հրավիրել UNSC-ում, քննարկում էր ավելի շուտ ասուլիս չէր։ Ես հետաքրքիր գաղափար էի առաջ նետում, որ պետք է դուգին կարդալ, հասկանալ ընդհանրապես եվրասիականության ընդ որում գիտությամբ զբաղվող մարդը իր մասնագիտական ամենամեծ հմտությունը պիտի կարողանա այդ օգտագործել։ Դա սառդիահերձումն է տեքստի։ Դու չպետք է էմոցիոնալ նայես այդ ամեն ինչին, քո մասին ով վատ է գրել, տրամադրվես, չէ, դու պիտի հասկանաս տենդենսը ուր է տանում աշխարհի։ Իսկ այդ մարդիկ գրել էին, հա, դեպի ուր է գնում կամ Ռուսաստանի ռազմավարական ձախողումները որտեղ կարող են լինել կամ հաջողությունները որտեղ կարող են լինել, նույնը արևմուտքին է վերաբերվում։ Ես նշեցի, ուզում եմ SWIFT համակարգից 10 անգամ անջատեն, սա անեն, դա անեն, ամենավերջում Ուկրաինան է տոժելու, որովհետև այստեղ կա նաև ուրանի պաշարների խնդիր, օգտակար հանածոների խնդիր, որը բնականաբար աշխարհի մեծերը չեն կարող անմասն մնալ։ Հնդածս կաշենի խնդիրներն էին, հա, առաջ գալիս, եւ այդ ամբողջը մենք կարողանում էինք իրար հետ կապելով հասկանալ, որ կռիվը, որի համար մեծերը պատերազում են, առերևույթ կարող է մասսաների լայն զանգվածների համար ունենալ շատ սիրուն փաթեթավորում, հա, հանուն մարդու իրավունքների, հանուն չգիտեմ ինչի, միջին վիճակագրական ավստրիացիոն Ռուսաստանի ինչով է սպառում, կարող եք ասել ինձ։ Ինչով։ Մարդ, որը առավոտ արտանում է, գնում է իր աշխատանքի կամ բայց մեդիան այդտեղ Ռուսաստանին ստեղծեց որպես թշնամի, հա, որի դեմ պետք է կռիվ պայքարել, արդյունքի ինչ եղավ, Ուկրաինան քանդվեց, այդքան զոհեր, 7 միլիոնից ավելի փախստական, որ նույն հենց այդ միջին վիճակագրական եվրոպացին առավոտից գիշեր պիտի աշխատի հարկեր վճարի, որպես Եվրոպան պահի իրենց։ Այսինքն, եթե դու չես հասկանում միջազգային քաղաքականության նախ Պատճառահետևանքային կապերը, եթե դու չես միջազգային հարաբերությունների տեսությունները չես հասկանում, եթե չես հասկանում, որ միաբևեռ աշխարհից մենք հիմա գնում ենք բազմաբևեռության եւ այս ամենի համատեքստում դու չես հասկանում քո կռվի ինչի համար է, դու այդտեղ դժում ես։ Գալիս եմ Հայաստանին։ Հայաստանը ամենամեծ ռիսկային գոտում է, որովհետև ինքը շահերի բախման եւ ոչ թե համադրման գոտում է։ Գլոբալ եւ տարածաշրջանային ուժերի շահերի բախման։ Դուք երբևէ անկեղծ պատասխանում էլի ակնկալում ձեզնից։ Ձեր իսկ մտքում վիճարկել եք Սյունիքի պատկանելությունը։ Երբ հիշեք էլի։ Երբեք։ Նվազագույն մենք ինչ պիտի ասեինք, այս խենթով է, չէ, որ ով կասի Սյունիքը հայկական է, չէ, ով կասեր Արցախը հայկական է, բայց դու ագիտպրոպի ազդեցության տակ եւ քո պետական իշխանության վարած սխալական քաղաքականության հետևանքով այսօր կանգնել ես այ փաստի առաջ, որ դու ստիպված, եթե անգլերեն կամ օտարալեզու մի քանի գրառում պիտի անես, անպայման քո առաջին փաստարկը լինում է, որ Սյունիքը Հայաստանի մաս է, լուրջ։ Դա ինչի հետևանք է գալիս, ինչի հետևանք։ Մենք երբևէ նման բանի մասին չենք մտածել, թեև միշտ էլ այսպես կոչված այն թեզերը, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան, կամ մենք Զանգեզուր չենք ասել, մենք Սյունիք ենք ասել, հա։ Հիմա հասել ենք մի վիճակի, որ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ադրբեջանը ասեցին, հա, բոլորը շահագրգռված են, բոլորը շահեր ունեն այդտեղ։ Բայց Հայաստանից Հայաստան տրանզիտ գոտի դարձնելով բազմաբևեռ աշխարհում, ասեք չեմ ուզում բարդացնել զրույցը, բայց տենդենսը դրան է։
տրանզիտ գոտի հանդիսանալով, բայց չունենալով ինքնիշխանություն այդ տրանզիտի նկատմամբ, դու զրոյացում ես քո ինքնիշխանությունը։ Անունը դիր Թրամփի ուղի, անունը դիր, չգիտեմ, Պուտինի ուղի, Սի Ցինպինի ուղի, ոչ մի նշանակություն չունի։ Եթե դու չես վերահսկում այդ միջանցքը եւ ամենակարևոր մեսիջը, ուզում է Ռուսաստան լինի, ուզում է Միացյալ Նահանգներ, թե Թուրքիա, որ եթե հայ սահմանապահը ինքը չհսկեց այդտեղ անվտանգություն, ինչ դա նշանակում է, որ ադրբեջանցին չի կարողանալու այստեղ մուտք ու ելքանի ինչպես ուզի, ինչպես ինքն է պահանջում։ Իրանին կբերեմ, Սերբիային, Իսլանդիային կբերեմ, դա իմ որոշելիք հարցն է, հա, որպես ինքնիշխան պետություն։ Բայց եթե դու այդ վերահսկողությունը չես ունենալ, ուրեմն որպես պետություն գոյություն չունես։ Հիմա տենդենսը դրան է տանում։ Ես քաղաքական ռեալիզմի դպրոցն եմ ինձ համար։ Կարծում եք Հայաստանի Հանրապետությունը այդ տարածքը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը վաճառքի է հանվել։ Ինձ միշտ այս բանը այս համեմատությունը հիշեցնում է ցավոտ մեկ փաստ, որ ասում ենք Տիգրամեծի Հայաստանը ինչպես դարձավ այսքան։ Հենց այսպես։ Իսկ ինչ որ հրաշք պիտի լիներ Տիկին Մամյան կամ ինչ որ մեկ կախարդական փայտիկով մի քանի հազար տարի առաջ ասաց, որ չէ, դուք այսքանը կտրում եմ, միացնում եմ Սեֆյան Պարսկաստանին օրինակ։ Այսպես դարձավ։ Զիջելով, Արցախը զիջեցինք, լռեցինք, ասացինք փոքրը զիջենք մեծը պահելու համար։ Հիմա փոքրը զիջենք Երևանը պահելու համար եւ այսպես շարունակել լինելու։ Տեսեք, այստեղ խնդիրը ելի մասում անձնավորված չէ։ Ես անձամբ այս սրանց հետ որևէ հարց որպես ես իրենց չեմ ընդունում, որ մի հատ էլ հարց ունենամ իրենց հետ, բայց վարվող պետական կուրսն է, որը մեզ առաջիկա 10-15 տարվա ընթացքում դարձնելու է անատամ։ Իմ մտավախությունը դա է, ոչ թե այս ռոպեական քաղաքականություն, ոչ թե այս սրանցից ձերբազատվելը, այսպես թե այնպես պիտի ձերբազատվել, բայց դու դառնում ես այս տարածաշրջանում հլու հնազանդ ենթարկվող օբյեկտ, ոչ թե բանակցային սուբյեկտ, որի հետ հաշվի են նստում, որի շահերն են հաշվի առնում, իսկ ես հետ հաշվի նստում էին։ Վատ լավ, չգիտեմ ինչ դու ուներ մարտունակ բանակ, որի վիճակի էր։ Իր 42000 կիլոմետր տարածքը պահպանել։ Նու նվազագույնը հետախուզադիվերսիոն գործողությունների մասին չեմ խոսում, նվազագույնը 2016 թվականի քարորիա պատերազմ։ Կարող էինք ավելի պրոֆեսիոնալ բանակ ունենալ, այդ դա լրիվ ուրիշ քննարկել թեմա, իհարկե կարող ենք, իհարկե կոռուպցիայի դեմ պետք է լուրջ պայքարել, ոչ թե իմիտացիա անել։ Իհարկե, բայց այսօր եթե դու ասում ես, որ սահմանը պիտի հսկի սահմանապահ, որը մենք խաղաղության դարաշրջանում ենք եւ չի կարող բանակը հսկել, դա արդեն իսկ քաղաքական ինֆանտիլիզմ է, որովհետև քեզ հետ հաշվի չեն նստելու եւ քո փոխարեն են բանակցելու, անտեսելով կամ վերջում ասելով, գիտես ինչ, տրանզիտի համար տարեկան քո բյուջետային մուտքերը $70 միլիոն են լինում։ Կլինի մենք չտանք վաճառքի չանենք մեր տարածքը եւ Սփյուռքում գտնվող մեր մեծահարուստ հայրենակիցներից այդ 70 չէ տարեկան $700 միլիոն բերել։ Իսկ հայություն ունի այդ ռեսուրսը։ Կարծում եմ բոլոր ռեսուրսները ունի։ Բոլոր։ Եվ ամենակարևորը այդ 70 միլիոնը ստեղծելու գիտամտավոր շատ լուրջ ռեսուրս։ Շատ լուրջ, որը բնականաբար ամենամեծ ցավը մեզ պատճառվեց, երբ որ սկսեցինք իրարատել։ Դա շատ դժվար վերականգնվող է։ Երբ որ Սփյուռքի մեր հայրենակցին, որը դուք էլ գիտեք, դուք էլ ունեք այդպիսի բարեկամներ եւ ընկերներ արտասահմանում, հա, Սփյուռքում, որոնք իրենց տանգույքը վաճառեցին, հավատալով այս պատերազմում հայկական գործոնի հաղթանակին, հա, եւ ինչ եղավ։ Վերջում բոլորի հետ կապերը ընդհատեցին, բոլորին ոչ մի բան տեղ չեն դնում, որ սկսեցին persona non grata հայտարարել եւ իրենց հայրենիք մուտք գործելը սահմանափակել։ Հիմա այս պայմաններում խոսել
Արցախ հնարավոր վերադարձի եւ ռեսուրսների մոբիլիզացիայի մասին ես դժվարանում եմ ասել։ Պայմաններ կփոխվեն, սրանք կփոխվեն, օրակարգ կփոխվի, բանակցողներ կփոխվեն, դրական հույսեր կտեսնեմ։ Էլի կզրուցենք։ Անպայման։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ։ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Աբրահամ Գասպարյանն էր, Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրենը եւ քաղաքագետ, իսկ ձեզ համար երկրորդ խոսափողի մոտ Մոնիկա Մամյանը աշխատեց, լավ եղեք, կհանդիպենք։